Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հրապարակորացված կազմակերպության պարոն Զուրաբյան, եթե համենքա լրագրողների շարքերը ապակարելի է նաև տեսնել, որ դա լիճ է կիսը դատարկ է, այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ այն բաց է հասմակացողների համար, եթե այս իրավիճակը նայենք ուսումնասիրենք, արդյոք կարողանանք դուք հաղթահարել անցողիկ շեմը եւ չեք կարծում, որ ձեզ կմեղադրեն դիմության ձայները փաշկացնելու մեջ։ Դուք ինչ մտահոգված եք, որ մենք չենք կարողանում հաղթահարել շեմը։ Ինչ եք մտահոգված։ Իսկ ինչի չեք մտահոգվում այն հնարավորությունից, որ մենք կարող հաղթենք այս ընտրություններում։ Ինչի չեք մտահոգվում, հա? Երկու դեպքում էլ մտահոգված եմ։ Հա? Ուրեմն համարը մեր աջակիցն եք։ Ոչ մտահոգված։ Պետք չի մտահոգվել։ Ես ձեզ հորդորում եմ օլիմպիական հանգստությամբ մոտենալ այս գործընթացին։ Ոչ ոք այսօր չի կարող 100%-ով ասել, ով ինչ արդյունքի կհասնի։ Ի վերջո կներեք, մենք գտնվում ենք հաղորդակցության մեջ մեր ժողովրդի հետ։ Մեր ժողովուրդն է ընտրելու։ Դուք ինչ եք հիմա որոշել, թե մեր քաղաքական ուղերձները, մեր ծրագրերը ինչ տեղ կգտնեն մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սրտներում եւ մտներում։ Ինչ գիտեք։ Իսկ դուք գիտեք հիմա որևէ կանխատեսող, որ այդքան ճշգրիտ կարող ավելի կանխատեսել։ Այդ քաղաքագետներին փաթաթեք եւ ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու։ Մեծ խոսացողներ են եւ պրոպագանդիստներ են ավելի շատ պրոպագանդիստներ են դրանք։ Թե մենք արդեն որոշել ենք, որ հայ ժողովուրդը այլևս ընտրելու իրավունք չունի։ Թե արդեն քաղաքագետներն են որոշում մեր ժողովրդի ձայնը, իրանք են որոշում։ Հենա եկեք այս ընտրությունները չանցկացնենք, այդ 3 քաղաքագետին հրավիրենք այս դարիճ, թող հայտարարեն ընտրությունների արդյունքները։ Ինչի համար եք ընտրական գործընթացը ինչի համար է։ Այս հանդիպումները, ուղերձները, հանրային դեպատները դուք այսքան համարում եք, որ այդ ամեն ինչը ոչ մի բան չի կարող փոխել։ Եթե տենց եք համարում, նորից եմ կրկնում, գնացեք այդ 3 քաղաքագետի հետ միասին անցկացրեք Հայաստան Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները պրծնենք։ Չէ, հանգիստ եղեք։ Հայ ժողովուրդը ունի իր կամքը, հայ ժողովուրդը ունի իր ձայնը, հայ ժողովուրդը ունի իր կարողությունը մտածելու, հասկանալու, ըմբռնելու, համատելու ծրագրերը, համատելու անձանց, որոնք հավակնում են իշխանություն վերցնելու եւ ի վերջո իր որոշումը կատարելու։ Ես երբեք դա չեմ համարի կանխորոշված։ Կներեք։ Մերիմյան արմատմեծը պարոն Զուրաբյան ես երկու հարցն եմ, առաջինը համեմատքանի գլխավորած միասնության թևեր շարժման հետ համագործակցությունը հնարավոր համարում եք թե ոչ, եւ երկրորդը կցանկանայի լսել ձեր տեսակետը ադրբեջանական բենզինը Հայաստանը վաճառելու հետ կապված եւ առնասրել բենզինի դրային հարաբերություններ ստեղծելու հետ կապված։ Շնորհակալություն։ Նու մենք բավականին երկար բանակցել ենք ձեր ասած ուժի հետ։ Այս ընթացքում, այս վերջին ամիսներին նման խոսակցություն չկա եւ բանակցություն չկա։ Թե ինչ կլի, չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի է իրանց քաղաքական ուղերձները, բայց դա ես ոչ որպես մեղադրանք, ոչ որպես ինչ որ նախատինք չեմ ներկայացնում։ Ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ-որ հատուկ մեկին չեմ բացառում, բայց դա կերևա։ Բայց ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Հիմա ինչ վերաբերվում է բենզինին, ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ մի անգամ,
Գիտեք, մեզ համար ոչ մի նշանակություն չունի բենզինի էթնիկ կամ չգիտեմ ազգային կամ պետական բանը ծագումը։ Հարցը լրիվ ուրիշ բանի մեջ է։ Հարցը նրա մեջ է, որ մենք դեռ չունենք ոչ մի երաշխիք, որ այս Ադրբեջանի հետ կա խաղաղություն։ Այսօր կարող է լավ լինեն, այսօր արգելքները հանեն, վաղը կարող է արգելքները դնեն։ Այսինքն մենք չունենք հաստատված մի հատ կայուն խաղաղության եւ առևտրատնտեսական կապերի ինստիտուցիոնալիզացված մեխանիզմ, որը մեզ հույս կներշնչեր, որ սա գործող արդեն բան է, մեխանիզմ է։ Այսօր դա Ալիևի բարի ժեստերի հետևանք է, վաղը կարող է նույն բանը դադարի, կարող են ավելի վատ բաներ լինել, որովհետև ինքը այլ ծրագրեր ունենա կամ այլ մոտեցումներ։ Այլ մենք սա է, որ պետք է փոխենք։ Մենք պետք է փոխենք կախվածությունը Ադրբեջանից։ Ասում եմ, եթե գնանք Նիկոլ Փաշինյանի ճանապարհով, Հայաստանը ընկնելու է բացարձակ կախվածության մեջ Ադրբեջանից։ Այդ թվում նաև բենզինային։ Դա կարող լինի բենզին, դա կարող լինի, չգիտեմ, գազ, դա կարող լինի ռազմական միջամտության սպառնալիքը, ամեն տեսակի գործիքներ։ Մենք սա է, որ պետք է փոխենք։ Եվ այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, այդ երկաթուղի կառուցելու, որը նաև զուգորդվելու է, ասենք, գազատարի կառուցման հետ, եւ այլն, ավելի հզոր։ Այդ ծրագրի իմաստը հենց դա է, որ Հայաստանի համար ստեղծվեն այլընտրանքներ։ Այսինքն Ադրբեջանը, եթե հայտնվի, բախվի մի իրական նոր իրողության հետ, որտեղ ինքը պետք է իր գինը իջացնի, որ կոնկուրենցիային դիմանա, ասենք Հայաստանում կարողանա նավթ ծախի։ Եթե ինքը գիտի, որ Հայաստանը սենց ինչ-որ հուսատված վիճակում չի տնտեսական առումով, այսինքն ինչ-որ ելքեր ունի, այլ ընտրանքներ ունի, Ադրբեջանը ստիպված անցնելու է ճնշման գործիքակազմից համագործակցության գործիքակազմի։ Այդ դա է, որ մենք ուզում ենք ստանանք ու չունենք հիմա։ Մենք դա չունենք։ Մեր խաղաղականությունը, այդ որ ասում ենք իրական խաղաղություն, այն ինչ որ հիմա կեղծ բերել եմ որպես խաղաղության ծրագիր, դա ինչ ասեմ, ավազի վրա ինչ որ կառուցած բան է։ Ուր է այդ խաղաղությունը։ Նախ ուր է Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Ինչ երաշխիք կա, որ վաղը ինքը նույն բենզինը չի թանկացնի 3 անգամ։ Կամ ինչ երաշխիք կա, որ ընդհանրապես չի կտրի դա, որպես սանկցիա, որովհետև ասենք մենք չենք համաձայնվում 300,000 ադրբեջանցի թողել մտնել Հայաստան։ Կան այդ երաշխիքներ, չկան։ Բացարձակ այդ երաշխիքները չկան։ Մենք այդ երաշխիքները պետք է ստեղծենք։ Այդ երաշխիքները եթե ստեղծենք, որևէ խնդիր գոյություն չունի։ Մենք սրա համար ենք առաջարկում, այսինքն մենք պետք է ունենանք իրական խաղաղություն այլ ընտրանքային հնարավորություններով Հայաստանի համար։ Մենք պետք է ունենանք հնարավորություն, եթե Ադրբեջանը փորձում է օգտագործել իր բենզինը, իր ռազմական ուժի սպառնալիքը, չգիտեմ, իր գազը, տնտեսական ինչ-որ լծակներ, մեր դեմ մենք պետք է ունենանք ալտերնատիվ ընտրանքի հնարավորություն։ Մենք այդ ենք ուզում ստեղծել։ Այդ դա կլինի կայուն խաղաղություն։ Կայուն խաղաղություն, որը շատ քիչ է կախված լինելու Ալիևի քմաճույքից կամ ցանկությունից։ Այս ենք ուզում։ Թե չէ մենք ամբողջ օրը պետք է փնտրենք Ալիևի բանը, բարի սրտությունը եւ բարեգութ լինելը։ Այս վտանգավոր ճանապարհ է։ Թե չէ, հա, լավ է։ Բանը էժան բենզինը լավ է։ Ինչ քանի օր կտևի այդ էժան բենզինը։